քանի մենք դեռ չենք արթնանում եւ քանի մենք դեռ չենք գիտակցում մեր խնդիրները եւ այս ամբողջ ինչ որ չափով ես դա ավելի շուտ ասում եմ այն սուտը, որի մեջ մենք շատ վաղուց արդեն ապրում ենք, նաեւ որպես հասարակություն, նաեւ սկսած մեր մտածելակերպի խնդիրներից, էլի ոչ միայն հիմա քաղաքական էլիտայի մասին է խոսքը կամ քաղաքականության մասին է խոսքը, այլ որտեվ ես տեսնում եմ, որ այսօրվա, եթե մենք հանդուրժում ենք այսօրվա քաղաքական էլիտային եւ այդ մարդկանց, որոնք որ այսօր որոշումներ են կայացնում, ուրեմն մենք ինչ որ մի մասնիկ ենք դրա։ Ինչքան է իհարկե հիմա ամեն ինչ ընդհանրացնում ենք, քան իհարկե բացառություններ եւ մարդիկ, որոնք որ պայքարում են դրա դեմ, բայց մենք մեծ իմաստով ինչքան դա կոպիտ է միգուցե լսվում, բայց արժանի ենք այն ինչ որ մենք այսօր ունենք։ Եվ այդ գալիս է նրանից, որ ինձ թվում է մենք շատ երկար տարիներ արդեն գնում ենք մի սխալ ճանապարհով եւ այսպես ասած ստի ճանապարհով, որը որ մենք անընդհատ փորձում ենք այդ գալիս է այդ բոլոր այդ նույնիսկ անհատական, մակարդակի վրա է որ խոսում ենք այդ բոլոր խոսույթներից, որ մենք չենք ուզում տեսնել ընդհանրապես մեր սխալները, ոչ թե մենակ որպես ազգ, այլ նույն անհատները իրենց ընտանիքներում եւ չեն միշտ մեղավոր են ուրիշները, մեր անհաջողությունների համար մեղավոր են ուրիշները եւ քանի մենք դեռ շատ եմ ես ինձ ասել, բայց քանի մենք դեռ ունակ չենք հայլու մեջ նայել եւ իրականում տեսնել մեր դեմքը եւ տեսնել նաեւ մեր բոլոր խնդիրները ինչու ենք մենք եկել եւ ինչի ենք մենք այսինքն իրականությունից կտրված խնդիր ունենք եւ մենք ապրում ենք ինչ որ մի հատ ուրիշ իրականության մեջ կամ ուրիշ սուտ իրականության մեջ, որը որ անընդհատ մեզ փորձում ենք համոզել, որ ուրիշներն են մեղավոր եւ թշնամիներն են կամ չգիտեմ ռուսներն են կամ ամերիկացիներն են կամ եւ մարդը ապրում է անընդհատ այդ իրողության մեջ անհնարին է որ մի օր դու դրա պատասխանը չտաս մենք անընդհատ հույս ունենք որ այնց հայկական ձևի ասած պլստալու ենք եւ այս անգամ ինչ որ կանցնի կգնա բայց դա անհնարին է որ հավերժ դու դրա տակից փախնես ու ինչքան դու եթե նույնիսկ ժամանակի ընթացքում ինչ որ բաները մի ձևի այսպես ասած պլստացել ես այդ նշանակում է որ մյուս անգամը ավելի հզոր է հարվածը լինելու եւ դու չես կարող ուղղակի դրանից խուսափես